Հայաստանի քաղաքական ամառը, որը սովորաբար ասոցացվում է հարաբերական անդորի հետ, այս տարի խոստանում է անկանխատեսելի լինել։ Վարչապետի աշխատակազմում սպասվող առանցքային կադրային փոփոխությունները դարձել են ամենաքննարկվող թեմաներից մեկը, իսկ իրադարձությունների կենտրոնում Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից Արայիկ Հարությունյանն է։ Դուք կբերեք իսրայելցի փիաշիկ, մենք կբերենք քաղաքացիական պայմանագիր, կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ից մեկնել է երկարատև արձակուրդ, որը կտևի մինչև հուլիսի 24-ը ներառյալ, սակայն մամուլի տեղեկություններով նոր կառավարության ձևավորման գործընթացում Հարությունյանի դիրքերը զգալիորեն թուլացել են եւ մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի ներկայիս պաշտոնում։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Տեղեկությունները հաստատվում են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին արձանագրությամբ։ Հարությունյանը վերցնում է падգամավորի մանդատը։ Հորիզոնում հստակորեն նշմարվում է նաև վարչապետի աշխատակազմի նոր ղեկավարի թեկնածուի անունը։ Լիլիթ Մակունցը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի պաշտոնում ծառայությունն ավարտելուց հետո նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական, այժմ համարվում է աշխատակազմի ղեկավարի ամենահավանական թեկնածուն։ Մակունցն արդեն իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել եւ հրաժարվել падգամավորական մանդատից։ Այս պահին մեկնաբանություններ չունեմ որևէ հարցի վերաբերյալ։ Ոչ Արայիկ Հարությունյանը, ոչ Լիլիթ Մակունցը փոխատեղության մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն անում։ Հարությունյանը Facebook-յան իր էջով վերջին գրառումը կատարել է հուլիսի 11-ին։ Թեպետ արձակուրդում եմ ու իմ դեմ սկսված արշավին մտադիր էի հետո անդրադառնալ, բայց հարկամարեցի հիմա տեղեկացնել, որ պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ զրպարտության եւ բարի համբավի դեմ այս ոտնձգության համար։ Ներկայում փաստաբաններն աշխատում են բոլոր այդ հայցերի վրա։ Հայցերը լինելու են շատ ծանր, այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար, հետո չասեք մամուլին ճնշում են։ Դուք եք սկսել։ Մյուս հարցերն կանդրադառնամ արձակուրդից հետո։ Մինչ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է իրավական մարտերի եւ խոստանում մյուս հարցերին անդրադառնալ արձակուրդից հետո, մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ նա արդեն գրել է հրաժարականի իր դիմումը։ Հարությունյանի եւ Մակունցի քաղաքական վերելքը միաժամանակ է սկսվել 2018-ի մայիսին։ Հեղափոխությունից հետո Հարությունյանը ստանձնեց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը, իսկ Մակունցը մշակույթի։ Ավելին, երկուսն էլ տարբեր ժամանակներում եղել են վարչապետի գլխավոր խորհրդականի կարգավիճակում։ Արայիկ Հարությունյանը 2021 թվականից ղեկավարում է վարչապետի աշխատակազմը։ Լիլիթ Մակունցն այդ ընթացքում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում Միացյալ Նահանգներում։ Ուշագրավ է, որ Հարությունյանի հրաժարականի դիմումի մասին գրել էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակն ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական Civic AM-ը, սակայն կարճ ժամանակ անց հեռացրել էին հրապարակումներն իրենց կայքերից։